Իհարկե մենք ավելի մեծ ձայների ակնկալիք ունենք եւ փորձում ենք հենց մեր խոսքերը վերագրել այսօրվան, որ չի կարելի ընդհանուր վիժեցնել ընդդիմադիր ճամբարը եւ մենք մեր խոսքի տեր մինչեւ վերջ լինելու ենք եւ յուրաքանչյուր մեր գործողություն միտված է լինելու որպեսզի իշխանազրկենք քաղաքացիական պայմանագրին, ինչպես գիտեք, ընտրությունների արդյունքները հանգեցրել են մի վիճակից, որտեղ միայն Մայր Հայաստանի ձայները բավարար չեն, որպեսզի այդ մոդելը ընդդիմադիր դաշտի կողմից ԿՊ-ի իշխանազրկումը իրականություն դառնա, իսկ դա նշանակում է, որ այժմ գնդակը գտնվում է մյուս ուժերի ձեռքում, ովքեր ընդդիմադիր են եւ անցել են Գյումրու ավագանի մենք առաջարկում ենք վեր կանգնել անձնական ամբիցիաներից բոլորին, մենք առաջարկում ենք նաև մեր միջնորդական առաքելությունը եւ մենք միշտ էլ հայտարարել ենք, որ ամբողջ ընտրաշավի ընթացքում ընդ որում հայտարարել ենք, որ պատրաստ ենք լինել մերան համախմբող լոկոմոտիվի դերը ստանձնել, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի եւ քաղաքացիական պայմանագիրը զրկվի իշխանությունից, որը հետագայում ամբողջ Հայաստանում իր արդյունքներին հանգեցնելու է։ Ում է դե կոալիցիա կազմելու, եթե հաղթել եք 35% ունեք ընդամենը։ Ժորժ ջան, ես արձանագրում եմ այն, ինչ բոլորով արձանագրել եք, ամենաշատ ձայները ԿՊ-ն ա տարել, մնացածը Եթե մի բան մուխլյոш չարվի, ոչ մի ընտրություններում քաղաքապետ չի ընտրվում, ընտրություններում ընտրվում է ավականի, ավականները կհավաքվեն, մանդատներ կստանան, կգնան, համայնքապետի ընտրություն կանեն։ Իսկ եթե ընդդիմադիր քաղաքապետ ունենա կարող է հաջորդելի քրեական գործեր հարուցեն ու դառնալ։ Մենք Հայաստանում բազմաթիվ ընդդիմադիր համայնքապետեր ունենք, աշխատում են։ Բայց բազմաթիվներն են։ Բայց ներողություն եմ ձեզ խնդրում, մանրամասները մնացածը շտաբը կաս։ Ոնց է գնահատում դա։ Որ հարգում ենք։ Գնալու եք։ Մեր քաղաքացիները ում ընտրել են, այդ ընտրությունը հարգվում է։